Մի վարքյան է, մի վարքյան Հետ կամնիկ, եկեք առաջ էլի։ Կամ հետ Դες պատրաստեք, հա։ Ուրեմն հարգելի լրագրողներ, հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ մենք մասնակցեցինք քննչական գործողություններին, ուրեմն Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ներկայացվեց դատախազի կողմից կայացված, որով նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ մասով, դրա մասին արդեն հրապարակային դաշտում առկա էր։ Ուրեմն այս պահին մենք մեղադրանքի բնույթի մասին շատ բաներ չենք ուզում ասել պաշտպանական նկատառումներից ելնելով, քանի որ Սրբազանը ներկայացվելու է դատարան, նախնական տեղեկություններով Ավանի նստավայրում է լինելու, բայց լրացուցիչ երբ իմանանք կհայտարարենք։ Ուրեմն ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացվի։ Հետևաբար մոտակա ժամերի ընթացքում դա լինելու է։ Մենք անպայման կտեղեկացնենք, այսինքն հրապարակային կտեղեկացնենք։ Այո, կալանքի հարցն է քննարկվում։ Դուք լավ տեսաք, որ սա աննախադեպ միջամտություն էր, ինչպես ոստիկանների եւ ԱԱԾ ծառայողների կողմից, երբ որ մայրաթորի տարածք ներխուժեցին, դրան գումարած այս ընթացքում էլ վստահ եմ, որ դուք ինքներդ էլ համացանցից օգտվել եք, տեսել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար գրառումներ էր կատարում, որը մենք գնահատում ենք նաեւ իր ոչ կոռեկտ լինելով հանդերձ նաեւ ուղղորդում էր նաեւ քննչական մարմիններին եւ դատական մարմիններին եւ բնականաբար այս ծանր ոնց ասեմ, անմարդկային ճնշման ներքո բնականաբար արդարադատություն ակնկալելը շատ դժվար բան է դառնում։ Ինչպես բացատրեցին, որ 1.5 տարի առաջ արված հայտարարության հիման այսքան ժամանակ ինչի բան։ Տեսեք, հիմա այսպեսի մի բան ասեմ, մինչև ձեր հարցին պատասխանելը, երբ Միքայել Սրբազանին այսինքն տեսակ կամավոր ինքը ներկայացավ եւ սենյակում ձերբակալման արձանագրություն կազմեցին եւ հարցրեցին ում է ուզում ծանուցել տեղեկացնել, դե իրավունք ունի, չէ՞, մեկ անձի զանգել ծանուցել։ Միքայել Սրբազանը ասեց ուզում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնեմ, որ ձերբակալված եմ։ Ուրեմն մեղադրանքի հետ կապված, քանի որ ասեցի, այս բան չենք ուզում ծավալվել, անպայման դրա մասին մենք կխոսենք մեր պաշտպանական թիմը։ Ոչ։ Սպառնալիք երևի, որովհետև մարդիկ թույլ չէին տալիս, որպեսզի Աջաբայանը գնար, եւ ի վերջո նաեւ միջադեպերով դուրս բերվեց մայրաթորից։ Սպառնալիք էր հնչել կրկին գրոհել է, այսպես ասեմ, մայրաթորը, ուժայինները նորից էին հետ գալ։ Տեսեք, ձերբակալման հիմքերը չկային, կարելի էր ասել, դրա հետ կապված պաշտպանները համապատասխան հայտարարություններ կատարեցին, որ արձանագրվեց, բնական է չկար, ավելին Միքայել Սրբազանը ոչ խուսափել է, ոչ էլ հանցագործություն է կատարել կամ դա կրկին կատարելու վտանգը չկար, ամբողջ գործընթացը անհիմն է, այսպես ասեմ։ Զոհրաբյան, ձերբակալման ժամը, որ ժամն է ֆիքսվել։ Ձերբակալման ժամը ֆիքսվել է, կարծեմ, մենք երբ մտանք 6-ին։ Այսինքն դատարանը պետք է որոշում կայացնի։ Իսկ դատապետ չասացին իրեն երբ կտանեն դատարան։ Իրեն պետք է որ քիչ հետո տանեն։ Դատարան։ Այո։ Պետք է գնաք արդեն դատարան։ Մենք հիմա գնում ենք մեր մարտավարությունը, մեր աշխատանքը կատարենք, այնուհետև գնալու ենք դատարան։ Մոտավորապես որ ժամին դուք լինեք դատարանը, որ Այսինքն էլի գիշերը կքննեն։ Չենք կարող ասել, կարող է գիշերը քննեն, կարող է առավոտյան զանգեն ասել, անպայման այդ տեղեկությունը կդնենք նշանակում է մինչև վաղը երեկոյան 6-ը դատարանը պետք է որոշի։ Դե կարող է առավոտյան օրինակ ժամը 7-ին նիստ նշանակի։ Հա, դուք նախապես Հա, անպայման Facebook-յան էջում կտեղադրենք։ Երկու ամսվա կալանքի միջնորդություն է։ Այս պայն մենք միջնորդությունը չունենք, ինչ միջնորդություն ներկայացնենք։ Այսինքն հայտնի էլ չի ով է քննելու դատավորությունը։ Արդարադատության ընդհանրապես սպասել կարելի է, եթե վաղ առավոտից երբ դեռ անգամ Միքայել Սրբազանը մայրը հաղթողում էր, այդ տարածքում էր, թե իսկ
պահականները հայտարարում էին, որ նախ կալանավորվելու է կամ կալանավորվել է, հետո փոխեցին բառը, որ ձեռնարկատվելու է, հետո Նիկոլ Փաշինյանը անգամ ժամկետներ նշեց, թե ինչու չեն ուզում կալանավորել 1 ամիս ժամկետով, ինչ-որ պատճառներ, որոնք սենզիստուս են ու ես չեմ մեջ բերի, բայց պատճառներն են նշում, այսինքն եւ ժամկետներ նշում, եւ նշում են, որ պետք է կալանավորվի, եւ պահականներն էին դատարածում։ Գիտեք ինչ, մենք նույնպես դա տեսել ենք, արձանագրել ենք, դա ուղղակի ճնշման միջոցներ են, որը բնականաբար արդարադատության, այսպես ասեմ, իրականացնողներին կաշկանդելու է եւ մենք երբ իմանանք դատավորի անուն ազգանունը, արդեն կիմանանք թե ինչ են գործ ունենալու։ Բնականաբար այսպես մեծ հույսեր չունենք, որ լավ է լինելու, բայց մեղադրանքը ինքնին ակնհայտ անհիմն է, չկա մեղադրանք, ժողովուրդ ջան։ Լավ, այստեղից հիմա դուք գնալու եք ձեր մարտավարությունը որոշելու, Գնալու եք մեր աշխատանքային, սրբազանի նոր են տանելու այս պահին։ Սրբազանի տանելու են դատարան։ Այսինքն գիշերը դատարանում հասկաց։ Այո, տանելու են դատարան։ Ինչու եթե հայտի չէ ժամը։ Ժամը հայտ։ Նորցան հետ միասին պետք է ներկայացնեն Կարգ այդպես է։ Կերպիսինա ձերբակալումից հետո 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացնեն դատարան միջնորդությունը եւ իրեն միասին։ Այսինքն ԶՊՎ-ում չի մնալու, այլ մնալու է գիշերելու է դատարանում։ Դատարանի համապատասխան հատվածում տեղ կա, որտեղ ձերբակալված անձինք պահվում են, այդ հատվածում պետք է սպասի, մինչև դատական նստելը։